Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Fast Info-ի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ինձ հավերին ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, կուզեի սկսենք եկեղեցու դեմ արշավից այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն զարմացնում է այն, որ մեր հասարակությանը չի հուզում եւ մեր հասարակությունը չի հնչում այդ հարցը, արդյոք կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ։ Արդյոք այս հայտարարությամբ Փաշինյանը չի խոստովանում, որ ըստ էության ինքը գոնե թե քարոզչական դաշտում պարտվել է եկեղեցուն։ Գիտեք, իհարկե, դա հենց դա է նշանակում, դա փաստ է առհասարակ, որովհետեւ մի քանի անգամ արդեն փորձել է Փաշինյանը իր գործողություններին զանգվածային բնույթ տալ, գիտեք, մի քանի անգամ ինչ-որ ծրագրեր է հրապարակայնացրել վաղարշաբաթի հրապարակում, հոգևոր ժողով եւ այլն, մի խոսքով, այդ տարբեր սցենարներով, տարբեր ինչ-որ մեխանիզմներով դրա մասին էր խոսում։ Ես միշտ էլ ասել եմ, ես հիմա էլ եմ համոզված, որ հենց Նիկոլ Փաշինյանը համապատասխան զանգվածային ռեսուրս ունենա, ինքը կփորձի իր խոստացածը, իր ծրագիրը իրականացնի։ Միակ պատճառը, որ ինքը այդ գործողությունների չի դիմում, այսինքն դեպի վեհարան ինչ-որ զանգվածային միջոցառում չի իրականացնում, երթ կամ մի այլ բան, դա զուտ այն է, որ իրենց հաշվարկում են եւ հասկանում են, որ հասարակությունը լավագույն դեպքում իրենց համար անտարբեր է, վատագույն դեպքում բնականաբար դեմ է։ Դատելով սոցիոլոգիական հարցումների տվյալներից, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցու հարաբերությունների թեմային, ապա մոտավորապես, եթե չեմ սխալվում, 70-ից 80%-ը դեմ է Նիկոլ Փաշինյանի այդ ոտնձգություններին հայ առաքելական եկեղեցու հանդեպ, այդ իսկ պատճառով երևի թե ինքը պետք է զարմանում է կամ այլը, բայց դա իր խնդիրն է, որովհետև սա նշանակում է, որ այնուամենայնիվ իսկապես քարոզչական դաշտում առնվազն ինքը խնդիրներ ունի, երևի թե թիմում խնդիրներ ունի, որոնք ոչ օբյեկտիվ ինֆորմացիա են տալիս Նիկոլ Փաշինյանին, թե իրականում հասարակությունը ինչ տրամադրություններ ունի։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այնուամենայնիվ նպատակների դա մեկ հատվածն է ընդամենը, այսինքն զանգվածաբար գնալ դեպի վեհարան եւ այլն։ Ես կարծում եմ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը, քանի որ բնականաբար իր բոլոր գործողությունները համադրում է արտաքին պատվերի հետ, տվյալ դեպքում Ադրբեջանի, Թուրքիայից հնչող այդ պահանջների հետ, իսկ այդ պահանջները մի հատվածը հենց վերաբերում է եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն եւ Սփյուռքին, որովհետև դրսում շատ լավ հասկանում են, որ Սփյուռքի գոյությունը, Սփյուռքի դեռևս գործոն լինելն էլ պայմանավորված է եկեղեցու առկայությամբ, որտեղ եկեղեցին ինքը լինելով ցանցային կառույց եւ կայացած ինստիտուտ, դարերի կայացած ինստիտուտ, հենց եկեղեցին է նախ եւ առաջ կազմակերպչական առումով կազմակերպում Սփյուռքը, ինչ որ ձևով կրիստալիզացնում են process-ները, որ Սփյուռքում կան եւ խնդիր է դրված հնարավորինս փաստորեն վերահսկողության տակ վերցնել եկեղեցին եւ դեռ մեծ հարց է այստեղի, այսպես ասենք, իշխանություն կոչվողների վերահսկողության տակ, թե արդեն ուղղակիորեն միջնորդված վերահսկողության տակ պետք է անցնի Ադրբեջանի, ասենք մասնավորապես եւ Թուրքիայի այս առումով։ Ես կարծում եմ այդ խնդիրն է ինքը լուծում եւ հիմնականում ինքը քարոզչական տեսակետից, բացի ամեն ինչից, ինչի մասին մենք խոսեցինք, ինքը Օվերտոնի պատուհանն է, հերթական պատուհանն է բացում, ինքը փորձում է հանրությանը սովորեցնել այն գաղափարին, որ եկեղեցին կարող է մի քանի հատ լինել, այսինքն ըստ իր ներկայացրեցի սխալ եկեղեցի, սխալ եկեղեցականներով եւ ճիշտ եկեղեցի իր վերահսկողության տակ եկեղեցի, այսինքն ինքը երկու անգամ տեսեք Հովանավանքում այդ արարողություններն է արել, պատարագել է կոչվում, բնականաբար դա որևէ պատարագի հետ որևէ առնչություն չունի, դա ավելի շատ նման է, այսպես ասեմ, քաղաքապայմանագրի ընդլայնված
պարտիական ժողովի, հա, կուսակցական ժողովի, որտեղ ասենք ինքը եւ իր համախոհները հավաքվում են ինչ որ մի մարդու գլխավորությամբ, որը կանգնած է եկեղեցում եւ բանի դեր է խաղում, քահանայի դեր է խաղում, հագնված համապատասխան ձևով, դա ավելի շատ իհարկե աղանդ է, եթե իրերը իրենց անունով կոչենք, ապա դա հենց այդպես է, աղանդները հենց այդ դրա հիմքի վրա էլ ձևավորում են։ Երկու անգամ արվեց դա, մարդաշատ չէր բնականաբար, թեպետ ես մի քիչ չգիտեմ, համոզված չեմ, որ գլխավոր խնդիրը հենց դա էր։ Ես կարծում եմ իր համար գլխավոր խնդիրը բուն իրադարձությունն է, բուն այդ, ինչպես ասում են, իվենտի, այս բառը օգտագործեմ, իվենտի կայացումներ, որպեսզի աստիճանաբար սովորեցնել հասարակությանը, որ այսպեսի բաներ կարող է լինել, որովհետև համաձայնվել, որ նույնիսկ 1 տարի, 1.5 տարի առաջ, եթե ոչ ավելի շուտ, հասարակության նույնիսկ պատկերացնում է ժողովրդի մի զգալի հատվածի համար ընդհանրապես վայրենություն կլներ պատկերացնել, որ եկեղեցիներ կարելի է ասենք 2 հատ ունենալ։ Այո, բարբերաբար ինչ որ բաների է մեզ սովորեցնում, որը հիմա 2 անգամ հովանավանքում է արվել կարգալույծով, հիմա ըստ էության փորձում է մի այլ տեղ այդ ամեն ինչը։ Հիմա Թալին գնալով ինչ խնդիր է լուծելու։ Գիտեք, ես եթե կարգալույծ չի արված դերևս այնտեղի քահանան, ես կարծես թե դեռ ոչ։ Այս պայդրությամբ ամենայն դեպս դեռ ոչ, ապա իր գլխավոր խնդիրը ես կարծում եմ մի որևէ ասենց ժողով անցկացնել, հերթական փուլը անցկացնել ոչ կարգալույծ եղած դեռևս քահանայի ներքո, որը գլխավորությամբ, որովհետև այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ նույնիսկ իր կողմնակիցները աստվածավախ են այս առումով, այսինքն երբ հայ առաքելական եկեղեցու իրական քահանաները կամ ավելի բարձր այսպես ասենք սան ունեցող կոչում ունեցողները միշտ բացատրում են, որ դա այնուամենայնիվ պատժվելու է, մեր ժողովրդի մի զգալի հատվածը, այդ թվում նաև նրանք, ովքեր որ ԿՊ-ի կողմնակիցներն են, ԿՊ-ի անդամներն են, հոգու խորքում իրենք էլ են հասկանում, որ դա, այսպես ասենք, եթե իրանք իհարկե ընդհանրապես Աստծո հետ որևէ առնչություն ունեն, հա, վախ կա մեջները իմ կարծիքով։ Իդեպ միգուցե նաև դրանով է պայմանավորված, որ ոմանք գնացել էին ներկայություն էին ապարում, բայց պատարագի ժամանակ, այսպես կոչված պատարագի ժամանակ դրսում էին, ոչ թե ներսում։ Հավանաբար, հենց դրա մասին եմ ասում։ Հիմա փորձում են, այսպես ասենք, ոչ կարգալույծ իրական դեռևս քահանայի պարագայում փորձում են դրանով, այսպես ասենք, հրապուրել իրենց, ինչպես ասացի, կուսակցական ժողովին այդ ծիսակատարությանը մարդկանց փորձելով համոզել, որ այստեղ որևէ բան պատժելի չկա, սա ամեն ինչ այստեղ գոնե կարգալույծ չի։ Դուք կարծում եք ինքը այնուամենայնիվ կգնա Էջմիածին, վաղար շաբաթ այդ հավաքը կկայանա երբևէ։ Թե ըստ էության հրաժարվել է կարծես թե այդ մտքից։ Ես դրա մասին ասացի արդեն, ես կարծում եմ ինքը կգնար եւ հիմա էլ կգնա, եթե ունենա համապատասխան ռեսուրս, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ դրա համար զանգված է պետք այնուամենայնիվ, որովհետեւ մի անգամ փորձ արվեց, հիշում եք, Միքայել Աջապարյանի ժամանակ, երբ ԱԱՑ-ի այն հատուկ ջոկատայիններն էին մտել Մայրաթոր, այնտեղ դիմադրություն եղավ։ Այդ դիմադրությունը, նույնիսկ այդ դիմադրությունը, որը մենք համարում ենք, որ շատ նենց բան չէր, ուժգին չէր, բայց այնուամենայնիվ դա դիմադրություն էր, եթե հաշվի առնենք նաև, որ այս կողմից էլ մի առանձնապես մեծ քանակ չկա, որովհետև ամեն դեպքում մենք պետք է մի բան շատ հստակ հասկանանք։ Եթե դու չունես քո զանգվածը եւ հույսդ կամ վարչական ռեսուրսն է, Հայաստանի տարբեր ծայրերից այսպես հավաքած բերած մարդկանց վրա է հույսդ եւ առավել եւս ուժային կառույցների վրա է, բանով այսպես համազգեստով կամ քաղաքացիական համազգեստով, ապա միևնույն է բոլորը բոլորին ճանաչում են, փոքր երկիր է, այդ նույն բաներին, հատուկ ջոկատայիններին, ովքեր որ գոնե այդ բաներով չեն, դիմակներով չեն, բոլորը ճանաչում են, միանգամից բացահայտվում են այդ ամեն ինչը։ Այսինքն դա ցույց է տալիս, որ զանգված առանձնապես չկա ամեն դեպքում։ Ես կարծում եմ ռեսուրսի պակաս կա,
հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ, այդ իսկ պատճառով ինքը նման քայլերի չի գնում։ Ինչ վերաբերում է մյուս, ասենք ավելի եթե մանրամասը խոսեմ, բայց միևնույն ժամանակ ես օրինակ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թեպետ շատ են դրա մասին խոսում, սպառնում են, չէ, տարբեր բաներով ինչ որ ներկայացուցիչներ այսօրվա իշխանությամբ կարող է վեհապարը ձերբակալվել եւ այլն, դա այնուամենայնիվ չեմ կարծում, որ դա իր գերնպատակն է, ավելի շատ ինքը փորձում է ճնշման միջոցով ստիպել եկեղեցուն, ստիպել վեհապարին, որպեսզի ինքը ինքնական, այսպես ասենք, հրաժարական տա, այլ ոչ թե ինքը նոր գլխացավանք ունենա, որովհետեւ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ վեհապարին տանել, նստացնել, ասենք, ԱԱՑ-ի նկուղները, հա, դա նույն բանն է, դա մեծ գլխացավանք է, որովհետև դրանից ոչ իմանու չես ստանում, որտեղ վեհապարն է, այնտեղ եկեղեցին է, այնտեղ է մայրաթոռը, ասենց բան ասած, հա։ Փուլում կարող է լինել ԱԱՑ-ը պատվանում։ Իհարկե, ամեն ինչ կարող է լինել, որովհետև վեհապարը դա այսպես այլ կարգավիճակ է, դա բռնելով, բաց թողելով եւ այլն, անպայման չի հենց այս եկեղեցում լինի, այս աթոռին նստած, որտեղ, նորից եմ ասում, որտեղ վեհապարն է, այնտեղ էլ մայրաթոռն է լինելու։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի ոճն է ընդհանրապես իր տակտիկան է իմ պատկերացմամբ, նա ավելի շատ փորձում է, ասենք, այդ ուժային մեթոդներով, իսկ ավելի շատ ուժ կիրառելու սպառնալիքով ստիպել, որպեսզի իր հետ գան խոսեն, ասենք պայմանավորվեն, սակարկեն եւ այլն, եթե դա ստացվում է, ուրեմն իր ծրագիրը իրականացվում է, դա իր հաջողությունն է։ Եթե դա չի ստացվում, ինչպես դա օրինակ նույն Սամվել Կարապետյանի դեպքում եղավ, հա, այդ պարագայում ըստ էության այդ ում որ ինքը բռներ տարել է, նստացրել է, դառնում է իր գլխացավանքը, որովհետեւ ես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանի հետ ինքը հիմա չգիտի ինչ անի, որովհետեւ նստած վիճակում Սամվել Կարապետյանը ավելի մեծ քաղաքական գործոն դառավ, քան գուցե քաղաքական գործոն կարող էր դառնալ ժամանակի ընթացքում, եթե ամեն ինչ գնար իր հունով։ Այո, եւ ոչ թե կանոնավայրում, բարի գալով ներքաղաքական զարգացումներին, պարոն Հակոբյան, ԿՊ-ն այլևս հայտարարել է, որ պատրաստվում է ընտրություններին, իհարկե այդ պատրաստվելը շատ ավելի վաղ է, բայց արդեն կարծես թե այսպես հայտարարությունների տեսքով, ինստիտուցիոնալ մակարդակով շտաբ են ձևավորում, շտաբի պետ ունեն, քարոզչության ղեկավար ունեն եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին եւ առաջադրվել է տեխնացու ընտրություններից թերևս միգուցե հիմա պատմությունն այդ մասին լռում է, բայց հավատալով իրենց, որ բոլորը հավասար են եւ միգուցե հիմա ուզում եմ հասկանալ ինչու ընտրություններից այսքան վաղ, ընտրություններին դեռ 8-9 ամիս, եթե չեմ սխալվում, կա։ Ինչու այսքան վաղ։ Ուրեմն նախ ես նկատեմ, որ քաղաքացիական պայմանագիրը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը առաջի հերթին Նիկոլ Փաշինյանը կարծում եմ սկսել է նախապատրաստվել ընտրություններին դեռևս 24 թվականի կեսերից։ Այո։ Բոլոր նախանշանները կային, այն այցերը կախիչներ պոկելը եւ այլն, այո, հասկանալի է, բայց այդ որպես հայտարարություն այդպես չէր եղել։ Ես ուզում եմ ասեմ, ինքը սկսել էր նախապատրաստվել, որովհետեւ համենայն դեպս իմ կարծիքով մի քանի անգամ իրենց մոտ նաև քննարկվել է արտահերթ ընտրությունների գաղափարը, այսինքն իրենք միշտ փորձում են լավ մարզավիճակում լինել, այսինքն եթե պետք է արտահերթ անել, ապա իրենք պետք է միշտ բոլոր մեխանիզմներով, բոլոր իրենց ձեռի տակ եղած ինստիտուտներով պատրաստ լինեն։ Հիմա այն որ ընտրություններին մնացել է 8 ամիս, եթե չեմ 8 ամիս, հա, 8 ամիս է մնացել եւ իրենք արդեն հայտարարել են, որ եւ մասնակցելու են եւ շտաբի պետք է ավելին ձեզ ասեմ նախընտրական ինչ որ արդեն բաներ են անում, չէ, խոստումներ են տալիս եւ իրականացնում են երբեմն բյուջեի հաշվին, դա հայտարարություններ է անում, ես դա բնական եմ համարում, որովհետեւ ընտրություններին ընդհանրապես պետք է պատրաստվել բավականին վաղ։ Դա աքսիոմ է, քաղաքական գործունեության աքսիոմ է, որ ոչ թե նույնիսկ 8-9 ամիսը, ասենք մի տարի, 2 տարի առաջ մեր մոտ ընտրություններից հետո պատրաստվում են հաջորդ ընտրություններին։ Դա պատրաստվում են եւ ինչ որ մի հատ ֆազայում ավելի ակտիվ են սկսում պատրաստվել, արդեն ավելի առարկայական։
Այս առումով ինձ համար ճիշտ ասած զարմանալի չէ, որ քաղաքապայմանագիրը արդեն իսկ նույնիսկ պատկերացում ունի ինչ է անելու, ասենք շտաբի պետ ունի եւ այլը, հա։ Սա բնական է իմ կարծիքով։ Այլ հարց է, որ ես չեմ բացառում, հիմա էլ չեմ բացառում, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ինչ-ինչ վերլուծություններից ելնելով կամ արտաքին ազդակներից ելնելով, նույնիսկ հիմա իրենք չեն բացառում, իրենք երբ ասում ենք, մենք հասկանում ենք Նիկոլ Փաշինյանը, հա։ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունների նաև հնարավորությունները կամ նպատակահարմարությունը, առավելությունը, որովհետև իր համար դա ունի եւ պլյուսներ եւ մեծ գուցե ռիսկներ, ես կարծում եմ ռիսկեր եւ ես կարծում եմ, որ այդ անընդհատ այդ հաշվարկները կատարվում է, արդյոք ռիսկերը ավելի մեծ են, քան առավելությունները, որ կարող են։ Օրինակ հիմա ինչ ռիսկ կարող է ունենալ, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր դաշտը գրեթե պատրաստ չէ, կարծես թե։ Գիտեք, ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը ես կարծում եմ չի կարում հաշվարկի արտաքին գործոնը առհասարակ, այսինքն արտաքին գործոնը հիմնական խաղացողները իրենց ինչպես կպահեն։ Գիտեք, որպես առավելություն համոզված եմ ինքը որպես առավելություն շատ բաներ կարող է տեսնել, որ պատրաստ չի ընդդիմությունը, ոմանք նույնիսկ չեն ձևավորվել որպես քաղաքական միավոր, հա, կամ նոր են ձևավորվել, Սամվել Կարապետյանի ուժը դեռևս հասարակական որպես շարժում է ընթանում, թեպետ վերջերս կարծես թե ինչ որ համագումար արեցին եւ կարող են դառնալ քաղաքական ուժ, միասնության թևերը նույնպես շարժում է, դեռևս կուսակցություն չէ, այո, ինչ որ առավելություններ այդտեղ կան, բայց միշտ գայթակղություն ունի, որ կարող է միջև հաջորդ տարվա հունիսը ինչ որ նոր փաստաթուղթ ստորագրվի, խաղաղություն բառը վերնագրում լինի եւ դա կարող է եւս մեկ անգամ փորձի շարքել, թեպետ համոզված եմ, որ ֆալ ստարտ է արել Նիկոլ Փաշինյանը արդեն, երբ նախաստորագրելուց հետո հայտարարեց, որ վերջ արդեն խաղաղությունը կա, արդեն ամեն ինչ օքեյ է, պետք է փայփայենք, հիշում եք, բան անենք, սանրենք եւ այլ մանուկ է, եսի ինչ է իր ոճով, այսպես ասենք։ Ես կարծում եմ այդ ֆալ ստարտ էր, ինքը ազդարարեց խաղաղության մասին, բայց ենթադրում եմ, որ իր ուզած էֆեկտը չի ստացել։ Ոչ էլեկտորալ առումով, սոցցանցումներն էլ են դա ցույց տալիս, հա, մի 2-3% ավելացել էր, բայց ես կարծում եմ նորից եկել է իր շրջանաշյուր մոտ օրապես 15%-ի շրջանակում, որևէ այնց մեծ աժիոտաժ մեր հասարակության մեջ չկա, այդ խաղաղության իբր հաստատման հետ կապված, այսինքն դա այդ բանը պատրոնը, ինչպես ասում ենք, ինքը կրակեց, բայց կարծես թե բանը նշակետին ամեն ինչ չհասավ այս առումով։ Մյուս կողմից ինքը կարող է հույս ունենալ իր պլաններում, որ հաջորդ տարի մայիսին Հայաստանում անցկացվելիք եվրոպական քաղաքական համայնքի, եթե չեմ սխալվում, այդ համաժողովը կարող է իրեն լրացուցիչ դիվիդենդներ կամ միավորներ բերել կապված եվրոպական մի շարք առաջատար երկրների լիդերների սպասվելիք այցերի հետ, թեպետ մենք տեսնում ենք, որ ասենք թե Էրդողանը, թե Ալիևը արդեն կարծես թե խոսում են, որ չեն գալու, դա մեկ, բայց ես այստեղ էլ եթե գնահատենք իրավիճակը, ես չեմ կարծում, որ ճիշտ ասած եվրոպական այդ լիդերները Հայաստանում այնքան մեծ հեղինակություն ունեն, հա, նույն Մակրոնը, Մերցը եւ այլ, առավելևս դա մեծ հարց է, մինչև մայիս ամիս իրենք կհասնեն տեղ թե չէ, հաշվի առնելով, ասենք նույն Մակրոնի դեպքում Ֆրանսիայում իր դիրքերի վիճակը էլի եւ հեռանկարները այս առումով։ Այնպես որ ես ասենց որ վերլուծենք, դեռ մեծ հարց է, դա ընդհանրապես էֆեկտ ունի, թե չէ։ Ընդհանրապես այդ մայիսյան գագաթաժողովը։ Այդ իսկ պատճառով ինքը ավելի շատ հիմա չի կարողանում հաշվարկել իմ կարծիքով արտաքին գործուն, այսինքն ռուսները իրենց ինչպես կպահեն, Իրանը ի վերջո իրեն ինչպես կպահի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, պարոն Հակոբյան, որ ինքը մտավախություն ունի, որ իր տեխնատության շուրջ չկա այն կոնսենսուսը, որ միգուցե կար 2021-ին։ Ոչ թե միգուցե կար, այլ կար 21-ին։
Ավելին ձեզ ասեմ, նույնիսկ 18-ին կար այդ կոնսենսուսը, այս կամ այն չափով 21-ին հաստատ ավելի կուր։ Հիմա կասկածներ ունի։ Հիմա ինքը ոչ թե կասկածներ ունի, ինքը իհարկե ներքին համոզվածություն ունի, որովհետև ինքը շատ լավ ինֆորմացված է շատ դեպքերում։ Ինքնախաբեությամբ չեմ կարծում, որ ինքը այդպես այդ աստիճան զբաղվում է։ Ուղղակի, տեսեք, հիմնական գործոնները այս տարածաշրջանում, որոնք կարող են ազդել process-ների վրա, դա Ռուսաստանը դեռևս պարզ չի ինչպես իրեն կպայի, որովհետև մի կողմից բավականին հանգիստ են վերաբերվում կարծես թե ամեն ինչին, բայց մյուս կողմից ինչ որ սիգնալներ կան եւ տնտեսական առումով, տնտեսական որոշակի այդ սանկցիա չանվանենք, բայց ինչ որ բաներ քայլեր արվում է, չէ, որոնք շատ նման են պատժամիջոցներին, հա, հիմնականում Ռոսպատրեբնadzorի մակարդակով Մյուս կողմից Իրանը մի կողմից հայտարարում է, որ մեզ համոզեցին, որ այդ ճանապարհը Միացյալ Նահանգների մասնակցությամբ մեզ վնաս չի, բայց մենք հետևում ենք, այսինքն ասում են մեզ հավաստիացնում են, բայց մենք չենք հավատում, այսինքն ինչ վարքագիծ իրենք կդրսևորեն, մյուս հաջորդը Միացյալ Նահանգները տվյալ պարագայում դա գերտերություն է, որը հսկայական քաղաքական, աշխարհաքաղաքական բնականաբար գործոն է, բայց մեր տարածաշրջանում ֆիզիկապես ներկայացված չեն։ Եթե ներկայացված են Թուրքիայի միջոցով են ներկայացված լավագույն դեպքում։ Եվրոպացիների պարագայում եվրոպացիները կարող են իհարկե հայտարարությունների մակարդակով ասենք ուսին խփելու, գլուխը շոյելու մակարդակով, բանը թուշը քաշելու մակարդակով ասեն աջակցում ենք քեզ, որպես ժողովրդավարության, չգիտեմ ինչ, բաստիոն, բայց իրականում իրենք էլ այստեղ որևէ ձևով ներկայացված չեն, գետնի վրա, այսպես ասենք։ Այստեղ մնում է ըստ էության միայն Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնց դիրքորոշումը շատ կանխատեսելի է Նիկոլ Փաշինյանի համար, այսինքն միայն երկու երկիր են, որոնք իր համար քիչ թե շատ վստահելի են, քիչ թե շատ հասկանալի են։ Մնացածի դիրքորոշում պարզ չի։ Ես կարծում եմ դա է ամենահիմնական պատճառը, որ ինքը եւ գիտեք, այդ արտաքին անորոշությունը նաեւ շահկապվում է ներքին որոշակի անորոշությունների հետ, որովհետեւ կան ուժեր ներսում, այսինքն ներքաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում, որոնք ուզես չուզես իրենք ասոցիացվում են նաև արտաքին ուժերի հետ եւ ուղղակիորեն ասոցիացվում են արտաքին ուժերի հետ եւ այն անորոշությունները որ կա այդ արտաքին ուժերի հետ իրենք նաև պայմանավորություն ունեն որ մի բան ասվում է իրենց կողմից բայց ինքը տեսնում է որ ներսում ինչ որ բաներ կան շարժումներ կան հիմա գալով ընդդիմությանը որքանով նախնդիմությունը պատրաստ է, պատրաստվում է եւ տպավորություն է գոնե այս պահի դրությամբ, որ ընդդիմադիր որոշ ուժեր զբաղված են միմյանց նկատմամբ միավորներ հավաքելով։ Սա որքանով հնարավորություն կտա հաղթելու, որքանով այդ միավորման շատ հաճախ է հիմա խոսվում այդ մասին, որ ընդդիմությունը պետք է միավորվի, որպեսզի կարողանա հաղթել Փաշինյանին։ Իհարկե, այս պահին կարծես թե նման միտումներ մենք չենք տեսնում, բայց այնուամենայնիվ ինչ է անում ընդդիմությունը եւ այդ միավորներ հավաքելը որքանով կարող է ի վերջո վնասել։ Գիտեք, ընդդիմություն հասկացողությունը ինքը բնականաբար բոլորս էլ հասկանալի է, բազմաշերտ է, բազմա ռեսուրս է եւ այդ ռեսուրսներն շատ տարբեր են, այսինքն բոլորը չեն որ հավասար ռեսուրսային ինչ որ հնարավորություններ ունեն, իսկ ընտրությունները դա նախ եւ առաջ նաեւ ռեսուրսների հարց է։ Ռեսուրսները ես ոչ միայն նկատի ունեմ ֆինանսական ռեսուրսները, նյութական ռեսուրսները, դա կառույցներ են, դա մարդիկ են, մարդկանց այդ թվում քանակ է, դա արտաքին կապեր է, ընդհանուր առմամբ մեդիա ռեսուրսներին հասանելիությունն է, ես չեմ ասում ունենալ սեփական անպայման ռեսուրսները, մեդիա ռեսուրսներին հասանելիությունը եւ այլն, այսինքն տարբեր գործոններ են։ Այս առումով մեր այսօրվա ընդդիմադիր դաշտում շատ տարբեր իրավիճակներում եւ տարբեր փուլերում գտնվող նախապատրաստական, այսպես ասենք, բաներ կան, ուժեր կան։ Կան ուժեր, որոնք հայտարարել են, որ արդեն մասնակցելու են ընտրություններում, առնվազն 3-ի մասին հիմա կարող եմ ասել, դա Հայաստան դաշինքն է Քոչարյանի գլխավորությամբ, որը շատ արդեն վաղուց է ասել, եւ ոչ միայն ասել է, ենթադրում եմ
այսպես ասենք, ինչպես հիմա ընդունված է ասել, տնային աշխատանք են անում տարբեր այս ասպեկտներով, հենց բոլոր ռեսուրսները իրենց ավելացնելու, ամրապնդելու եւ այլն։ Մյուսը դա մեր ձևով շարժումն է, դեռևս շարժումն է, որը որ ամենայն հավանականությամբ շուտով կդառնա քաղաքական ուժ, որոնք կարծում եմ բավականին արագ տեմպերով են որպես ինստիտուտ դառնում։ Հիմա այս պահին հասարակական շարժում է, հետո կլինի նաև կուսակցություն։ Ենթադրում եմ, որ համ նա կմնա, համ այսպես շարժումը կլինի որպես սոցիալական բազա ապագա քաղաքական ուժի եւ քաղաքական ուժը կձևավորվի։ Իրենք էլ են ասել, որ մասնակցելու են Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևերը մասնակցելու է ընտրությունների, իրենք էլ հիմա բավականին, որքանով ես տեսնում եմ, լսում եմ, բավականին լուրջ, քարոզչական եւ կազմակերպչական ինչ-որ աշխատանքներով են զբաղված, այսինքն այդ բոլորը տարբեր ստադիաներում են, բայց բոլորը գնում են դեպի դա։ Այս 3 առնվազն դրա մասին հայտնել։ Կարծես թե Ծառուկյանն էլ է հայտարարել, որ ինչ-որ նոր ծրագրով է հանդես գալու։ Այսինքն մենք տեսնում ենք, որ բոլորը արդեն ովքեր որ հայտարարել են, ինչ-որ մի նախապատրաստական աշխատանք արդեն անում են։ Կան ուժեր, որոնք դեռ չեն որոշել։ Զբաղված են, այսպես ասենք, այսօրվա սիտուացիոն խնդիրներով, իմպիչմենտով եւ այլ, այսինքն սա է խնդիրը։ Ովքեր որ չեն հայտարարել, ենթադրում եմ դեռևս չեն սկսել նախապատրաստվել։ Ընդհանուր առմամբ, իհարկե մենք հիմա խոսում էինք իշխանության մասին, որ իշխանությունը կարծես թե վաղ է սկսել, նույն ես ասացի, որ չեմ կարծում, որ վաղ է սկսել, նորմալ է սկսել, այսինքն պետք է հենց վաղ էլ սկսած լինես։ Կարծում եմ, որ ընդդիմությունը գուցե մի փոքր հետ է ընկած այս առումով, բայց դա ամեն ինչ, ինչպես ասում են, ժամանակի մեջ կարելի է հասնել, որովհետև իմ դիտարկմամբ, եթե իշխանությունը շատ մեծ հեռանկարներ ավելացնելու, ոչ թե փողը ավելացնելու, ոչ թե ինտենսիվությունը, այլ էլեկտորալ բաներ, ռեզերվներ շատ մեծ չունի, կյանքն է դա ցույց տալիս վերջի 2 տարվա հարցումները, ինչ ասես արվեց։ Չէ՞։ Այսինքն կարծում եք այդ սահմանափակ 15%-ն է, որ ունի եւ դրանից ավել չի բարձրանալու։ Ես կարծում եմ շատ քիչ ռեսուրս կա, որը կարող է նպաստել, շատ քիչ իրադարձություն, շատ քիչ այսպես քարոզչական գործողությունների ռեսուրս կա, որը որ կարող է շատ էական ավելացնել իշխանության ռեսուրսը։ Իշխանության այս ռեսուրսը, այս էլեկտորալ ռեսուրսը 15% կլինի, 17 կլինի, 13 կլինի, հիմա այդ միջինում 15 բան պայմանավորվենք, դա մնալու է։ Ես կարծում եմ դա լինելու է, դա իր, այսպես ասած, ռուսերեն ասում են յադերնի էլեկտորատն է, որը մնալու է։ Մի քիչ ավելանա, մի քիչ կարող է պակասել կապված ինչ-որ գործողություններից, ինչ-որ բաներից, իրադարձություններից։ Ընդդիմությունը, քանի որ դեռ իր ակտիվ ֆազայի մեջ չի մտել, մինչդեռ իշխանությունը բավականին ակտիվ ֆազայի մեջ է եւ շահարկում է միջև վերջ թե խաղաղության, այսպես կոչված օրակարգը, թե լոգիստիկ ճանապարհ լոգիստիկայի օրակարգը ծորենով, բանով, առանց ծորենի, չէ, եւ այլն, տրիպով, ամեն ինչով մի խոսքով փորձում են, բայց մենք տեսնում ենք, որ դա շատ էական առաջ խաղացում իրենք չունեն այս առումով։ Հիմա շատ կարևոր կետի ենք հասել, պարոն Հակոբյան, տեսեք, ինչ է անելու կամ ինչ պետք է անի ընդդիմությունը, որ այդ 15%-ը որոշիչ չդառնա, 15, 13 կամ 19, ինչպես դուք եք ասում, այդ թիվը որոշիչ չդառնա։ Ինչի եմ հարցնում, որովհետև ըստ էության Նիկոլ Փաշինյանի հույսը, եթե այսպես ասենք, կարող է լինել այն, որ քիչ թվով մարդիկ կգնան ընտրատեղամաս։ Ինչպես գիտենք եւ բոլոր հարցումները վկայում են այդ մասին, որ հիասթափվածների եւ ընտրատեղամասեր չգնացող այդ մասան բավական շատ է, 60-70% մոտավորապես տարբեր հարցումներով եւ այն նրանց բերելու
տարբերակ դուք տեսնում եք եւ արդյոք ընդդիմությունը նրանց ուղղությամբ աշխատում է, ոչ թե զբաղված է միմյանց լսարան փախցնելով, միմյանց, չգիտեմ, ընտրող փախցնելով, որովհետեւ հիմա տպավորությունն է, որ իրարից են այդ ակտիվ ընդդիմադիր զանգվածից է, որ փորձում են օգտվել։ Իհարկե, այդ 50-60%-ը, որոնք այսպես կոչված գորշ զոնայում են, հա, գտնվում։ Թեև պետք է ասել, որ նրանք հենց դժգոհ են Փաշինյանից, բայց կարծես թե հոգեբանական մի բան էլ կա, իրենք չեն ցանկանում նաև խոստովանել, չէ, որ ընտրելով մյուսին իրենք սխալվել են Փաշինյանին ընտրելով ժամանակին։ Տեսեք, ինչի վիճակը ինչպիսին է։ 18 թվականին Փաշինյանը ուներ իմ հիշողությամբ իր լավագույն այսպես ժամանակահատվածներում մոտ 82-83%։ Այո, բավական բարձր։ Մոտավորապես 82-83%, հիմա ունի, ասենք, պայմանական 15%։ Այսինքն 6 անգամ մոտավորապես պակասել է։ Ընդդիմությունն էլ ուներ գոնե վերջի ընտրություններում 21 թվականի ընտրություններում մոտավորապես եթե չեմ սխալվում 35 քանի տոկոս ընդհանուր եմ ասում ընդդիմություն եմ ասում եմ, այսինքն նրանք ովքեր չեն քվեարկել իշխանության օգտին այն ժամանակ։ Հիմա իրավիճակը այնպեսին է, որ բավականին լուրջ զանգված իրենք կոպիտ ասած անտեր են, այո, բայց ոչ միայն անտեր են, այլ նաև անտարբեր են, իրենք իրենց հերթին անտարբեր են։ Սա նշանակում է, որ մի զգալի հատվածը Նիկոլ Փաշինյանից հեռացել է, բայց այդպես էլ չի գնացել այն ընդդիմության մոտ, որը որ վերջի տարիներին ասպարեզում էր, այսպես ասենք։ Ընդդիմության մի հատվածն էլ ունի իր այսպես կոչված յաձեռնի էլեկտորատը, որը որ չի նվազելու, ես կարծում եմ, բայց կարող է ավելանալ ելնելով իրավիճակից, ելնելով այն աշխատանքից, որը կարող է արվել եւ ելնելով այն քարոզչական դիլեմայից, այլընտրանքից, որը որ կառաջարկվի, այսինքն իրենց, այսինքն ոմանք շատ դեպքերում սիրելով, այսպես կողմնակից լինելով այս կամ այն քաղաքական ուժին, այնուամենայնիվ իրենց ուժը իրենց ձայնը տալիս են այն ուժին, որը իրենց սրտով չի շատ, բայց իրենք համարում են, որ սա կարող է հաղթել իշխանությանը, այսինքն ձայները այսպես կոնսոլիդացվում են պոտենցիալ ամենամարտունակ, ամենահաղթողի մոտ, այսպես ասեմ, հա, այդպեսի բան է, տեխնոլոգիա էլ չէ, դա հոգեբանություն է շատ դեպքերում։ Դա հիմնականում իհարկե լինում էր նախագահական ընտրությունների ժամանակ, խորհրդարանականը հենց նրանով է խորհրդարանական, որ այդտեղ ամեն մեկը իր ձայները կարող է տանել, բայց նույնիսկ այս պարագայում հիմա որ Հայաստանը այսպես կոչված խորհրդարանական է, պարլամենտական է, ստեղ ավելի շատ միևնույն է, ընտրությունը գնում է անձերի միջև։ Ասենք անձերի միջև ամեն դեպքում ասում են գնում եմ ընտրեմ սրան X-ին, Y-ին, Z-ին, չէ՞, այս առումով։ Հիմա բայց վերջի շրջանում այս օրինակ մեր ձևով շարժման ի հայտ գալը, նույն Թաթոյանի քաղաքական ուժի ի հայտ գալը, դա ըստ էության իրենց թիրախը հենց ձեր ասած 50-60%-ն են կամ 60-70%-ն են, որոնք ըստ էության իշխանությունից գնացել էին, բայց այն ընդդիմադիր ուժերին, որոնք կային, չէին տալիս իրենց ձայնը։ Հիմա իրենք այսպես ասենք սպասում էին բոլորին այլընտրանքի, նոր իրենց համար իրենց սրտի այսպես թեկնածուներին։ Ես կարծում եմ հիմա այս երկու ուժի ի հայտ գալը հնարավորություն է տալիս այն 60-70 կամ 50-55%-ին իրենք արդեն ընտրության բան ունեն, այսպես նյութ ունեն, ընտրության նյութ ունեն եւ սա արդեն ինքնին արտնասնելու է շատերին։ Իմիջիալոց ասեմ ձեզ, մի պահ կար մեր այս վերջի ժամանակաշրջանում, երբ մենք տեսանք, որ այդ զանգվածից, այդ սառած զանգվածից, որը ասում եք հակականությամբ չեմ զբաղվում հետաքրքիր չի բան, ակտիվացավ, դա սրբազան շարժման ժամանակ էր։ Ըստ էության այն ժամանակ ի հայտ եկավ մի գործիչ կամ մի ուժ, որը որ չէր ասոցիացվում ներկա նախկին եւ այլ այսաղ այդ կեղծ նարատիվների հետ եւ հասարակության մի հատված դուրս եկավ փողոց։
Սա հենց այն բայց դա էլ իր հակառակ սայրը ունեցավ, որովհետև նոյեմբերի չներողություն մայիսի 9-ից հետո մենք տեսանք անկում, որովհետև գործողություն չկար եւ որովհետև այդ A եւ B տարբերակները, B, G, չգիտեմ, եւ այլ տարբերակները չունեին եւ առաջարկելու բան չունեցան։ Հիմա այդ ձեր ասած ուժերը, այո, արդյոք ունեն այդ առաջարկելու բանը գործողությունների եւ դուք տեսնում եք, որ իրենք չեն սխալվում, որովհետեւ շատ հաճախ մենք նաեւ քարոզչական դաշտում տեսնում ենք որոշակի սխալներ, որոնք միգուցե եւ նշան են այն բանի, որ իրենք էլ չունեն այդ տարբերակները միգուցե։ Գիտեք, մենք հիմա նշեցինք, որն է իրենց թիրախը։ Այո։ Թիրախային, որքան են կարողանում այդ թիրախին բերել, իրենց թիրախը դա է։ Հիմա յուրաքանչյուրը ելնելով իր այդ նպատակից, իր ծրագիրն է փորձում իրականացնել։ Ինչ վերաբերում է օրինակ, եթե մենք հիմա քննարկում ենք կոնկրետ, ինչ վերաբերում է օրինակ մեր ձևով շարժմանը, ապա տեսեք հիմա իրենք սկզբնական փուլում որպես շարժում հանդես եկան, չէ՞։ Դա նշանակում է, որ իրենք հասկանալով, որ մեր հասարակության այն հատվածը, որը պասիվ է կամ պասիվ էր, իրենք որևէ ձևով իրենց չեն ուզում ասոցիացնել կամ նույնականացնել որևէ քաղաքական ինչ-որ բանի հետ, ուժի հետ եւ այլը, առասարակ կուսակցության հետ, իրենք ըստ էության շարժման ձև տվեցին այդ ամեն ինչին։ Ես դրա մասին ասում եի, որ ամենայն հավանականությամբ իրենք փորձում են ձևավորել լայն սոցիալական բազա, ապագա քաղաքական ուժի համար։ Եվ այդ սոցիալական բազայից, որը որ առնչվելու է այդ շարժման հետ ինչ որ ծրագրերում է ներգրավված լինելու, ավելի իր համար ավելի սերտ է լինելու եւ ավելի հոգեհարազատ է լինելու այդ շարժումը, որովհետեւ իր հետ ինչ որ մի ճանապարհ գուցե անցած կլինեն, մի հատվածը գուցե կգնա քաղաքական կուսակցություն արդեն։ Այսինքն նրանք, որոնք ամենաակտիվն են, որոնք իրենց մեջ, այսպես ասենք, քաղաքական ինչ-որ բաներ են տեսնում, հետաքրքրություններ ունեն այս առումով։ Հիմա այս շարժումը ինչով է զբաղված։ Այս շարժումը մենք տեսնում ենք, որ հնարավորինս փորձում է իրեն չասոցիացնել քաղաքականության հետ։ Այն ծրագրերը, որ ներկայացվում է Սամվել Կարապետյանի թիմը, նույնիսկ Սամվել Կարապետյանը բանտում նստած, իրենք ներկայացնում են ըստ էության սոցիալ-տնտեսական տեսլական։ Սոցիալ-տնտեսական այնպիսի տեսլական, որը որ, այսպես ասենք, լսողի համար, ունկնդրի համար շատ հասկանալի է եւ ինքը հավատում է, որ եթե սա ասում է Սամվելը Կարապետյան, եթե ասում է գործարան են բացելու, ինքը կարա բացի։ Եթե ինքը ասում է, չգիտեմ, ֆերմա ենք բացելու, չէ, սոցիալ, ինքը անող է։ Ինքը այդ ռեսուրսը ունի, այսինքն իրենք իրենց դաշտի մեջից դեռ դուրս չեն գալիս։ Իրենք իրենց առավելություններն են ցույց տալիս եւ այնտեղ են գտնվում։ Եթե իրենք հիմա օրինակ եմ ասում, ավելի դուրս գային բանով այլ կարգախոսներով, օրինակ մարդու իրավունքների կարգախոսներով, դա կարծես թե բանը իրենց դաշտը չէր լինի, դրան այդքան էլ չէին հավատա։ Բայց երբ որ Թաթոյանն է դրա մասին խոսում, Թաթոյանին դա հավատում են, որովհետև Թաթոյանը այդ ոլորտի, այսպես ասենք, վարպետն է, հալավոր այդպես է ընկալվում ինքը։ Բայց եթե տնտեսական առումով դեռևս, այսպես ասենք, այդ բանը չունի, այդ վստահությունը։ Եվ ամեն մեկը ըստ էության փորձում է իր հաղթաթղթերով հանդես գալ։ Նրանով այն հաղթաթղթերով, որոնք հասկանալի են ունկնդրի համար, որոնց ունկնդիրը հավատում է, որ այս մարդիկ եթե ասում են, հենց նենց չեն ասում, կարող են անել, այսինքն հիմա նորից եմ ասում, եթե Forbes-ի միլիարդատերը դուրս են գալիս կամ իր անունից մարդիկ ասում են, որ մենք այս բանը կանենք, սարքենք, չէ, դա բանից, ֆանտաստիկայի ժանրից չի, առասարակ։ Ամեն մեկը փորձում է, այսպես ասենք, իր հաղթաթղթերը դնելով, փորձում է հավատ ներշնչել, որ ես հենց այն քաղաքական ուժն եմ, որին դուք սպասում էիք, որպես այլընտրանք իշխանությանը եւ ասենք մեր մոտ ասում են տիտուլային ընդդիմությանը։ Ես կարծում եմ այստեղ շանս կա։ Նորմալ լավ աշխատելու դեպքում շանս կա։ Արտնացնելու, այո, իրենց գլխավոր խնդիրը հիմա այդ նոր ուժերի, եթե նոր ուժերի մասն ենք, արտնացնել նրանց։ Սա չի նշանակում, որ այսպես ասած տիտուլայինը դրանով չի զբաղվում։ Բայց տիտուլայինը եւ այս ընդդիմությունը, այս նորերը, ես կարծում եմ իրենք պետք է հանգիստ թողնեն Նիկոլ Փաշինյանի եղած ընտրազանգվածին,
Այսինքն ինչ ուզում են, թող նրանք անեն։ Թող այդ 15%-ը գնա քվեարկի, ասենք Նիկոլ Փաշինյանին, մեկը նրանք չեն գալու այս կողմ, նրանք այնտեղ են։ Դրա համար մենք ասում ենք, որ դա իրենց ցեմենտ բետոնային են բաննա, էլեկտորատը հանգիստ թողեն դրան եւ աշխատեն պայմանական ասած 50, 60 կամ 80%-ի վրա, որը որ կամ անտեր է դերևս եւ չի գտել իր հերոսին, կամ արդեն տեղավորված է բանը, ավանդական ասենք, հա, ռադիկալ ավելի ընդդիմության կողմնակից է։ Ես կարծում եմ այդ 15%-ը արդեն, այսպես ասենք, իրենցն է։ Հիմա ինչ է եղել 100%-ից то 15%-ն էլ, այսպես ասենք, հանգիստ թողեք, թող իրանք գնան ընտրեն իրենց Նիկոլ Փաշինյանին։ Եվս ես կարծում եմ ինչ որ որոշակի տոկոս կլինի նաև սպոյլեր կուսակցությանը ձայն կտան, անունը չենք ասում, հա, սպոյլեր, որը կարող է եւ անցողիկ լինել։ Ես կարծում եմ կարող է, եթե ասենք իրենք էլ կարողանան այնպեսի նարատիվ մտցնեն հասարակության մոտ, մեջ որ իբր այս ընտրությունները գեոքաղաքական ընտրության հարց է, այսպես, եթե կարողանան։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները գեոքաղաքական շատ մեծ իմաստ չեն ունենալու, այսինքն այդ ֆիլտրացիան ընտրությունը չի լինելու ռուսամետ է, արևմտամետ է, ամերիկամետ է, հիմա արդեն այդ բաժանումն է պետք է անենք, որովհետև ընդհանուր արևմուտք, կոլեկտիվ արևմուտք էլ չկա, չէ՞, հիմա Եվրոպան մի ուղղությամբ է գնում, Միացյալ Նահանգները այլ ուղղությամբ։ Ես չեմ կարծում, որ դա է լինելու ամենագլխավոր, այսպես ասենք, ջրբաժանը ընտրողների միջև։ Ես կարծում եմ հիմնական ջրբաժանը, դա կարող է որպես նյուանս կարևորություն ունենալ եւ այստեղից էլի կախված այդ կուսակցությունը անցողիկ է թե չէ։ Եթե հաջողվի բան անել, բևեռացում անել գեոքաղաքական տեսակետից կարող է անցնել։ Եթե չհաջողվի, ապա չէ, որովհետեւ կարծում եմ առաջի հերթին լինելու է իշխանություն է, թե ընդդիմություն է։ Վերջերս բանը շատ լավ համեմատություն էին արել Ալիևի հայտարարությունից հետո, ասում են հիմա քվեաթերթիկում գրած է լինելու Սևան, թե Գյոյչա։ Այսինքն սա էսա լինելու ջրբաժանը, ընտրողների առաջի փուլը ֆիլտրացիայի լինելու է Նիկոլ, թե ոչ Նիկոլ, հետո դրանից հետո իմ կարծիքով լինելու է արդեն յուրաքանչյուրը, ովքեր որ ընդդիմության կողմնակից են, յուրաքանչյուրը իր նախասիրություններից ելնելով ինչ են ասում, ոնց են ասում, բոյով է, սիրուն է եւ այլը, գիտեք, այսպես ասենք, սրտով, գլխով եւ այլը ամեն ինչով ընտրում են։ Տեսեք, ես մի թեմայի էլ կուզեի անդրադառնալ, մարդկանց հոգեբանական վիճակը, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը հաղթաթուղթ է դարձրել, այսպես եւ դրա մասին էլ խոսեցինք, խաղաղության են գնում, մենք խաղաղության ջատագովներն ենք, տարբեր ամբիոններից ասում է Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը խաղաղությանը կաջակցի եւ այլն։ Հիմա դուք ունեք տպավորություն եւ մտավախություն չունեք, որ այդ իրեն հաջողվել է մեզ մոտ մարդկանց մեջ այդ զոհի հոգեբանությունը ներարկել եւ այդ դա հաղթահարել մարդկանց մոտ շատ ավելի բարդ կլինի եւ երբ որ կգնան ընտրատեղամաս եւ երբ որ կփորձեն ընտրություն կատարել Սևանի եւ Գյոքչայի միջև չեն մտածելու որ պատերազմի միջև են ընտրում ոչ թե խաղաղության այսինքն այդ զոհի հոգեբանությունը հաղթահարելուն միտված աշխատում են որքանով են աշխատում եւ սա հնարավոր է արդյոք կարճ ժամանակում հաղթահարել, որտեղ դա ձևավորվել է տարիների ընթացքում։ Գիտեք, դե դա այսպես ասենք արդեն երևում է, որ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական իրենց նախընտրական արշավի գլխավոր բաներից թեզերից մեկը լինելու է հենց բանը, որ եթե ոչ մենք, ապա պատերազմ։ Այս առումով ակնհայտ է դա արվել է արվում է եւ արվելու է սա հիմնական թեզերից մեկն է որովհետեւ այլ խոսույթ առանձնապես չկա որովհետեւ այն հներ նախկիններ նորեր կոռուպցիա չգիտեմ պատժենք գույքը վեսնենք եւ այլը դա արդեն ես կարծում եմ արդեն այդ նույն ազդեցությունը ինչ ուներ 18 21 22 նույնիսկ թվականներին այլևս չկա որովհետեւ Փաշինյանը գործողություններով չի ապացուցել որ ինքը հենց դրա համար է եկել իշխանության հակառակը շատերը համոզված են որ եկել է որպեսզի վերաբաշխում անի իշա իր թիմի
ընդհանուր առմամբ այդ նյութականը։ Այս առումով, այսինքն դա չաշխատող արդեն առանձնապես թեզ է։ Ну 15%-ի վրա աշխատում է։ Դրա համար եմ ասում, թողեք հանգիստ այդ 15%-ին, թող իրենք իրենց յուղում տապակվեն, ինչ ուզում են անեն։ Ում ուզում են թող գնան ընտրեն բան։ Այսինքն կարծում եք դա միայն այդ 15%-ի վրա է ազդում եւ կարծում եմ դա արդեն տրենդային չէ, այսպես ասեմ։ Դա արդեն այդ ոչ էմոցիոնալ առումով, ոչ բանականության առումով արդեն այդ նույն ազդեցությունը չունի։ Նորից եմ ասում, պլյուս-մինուս 2-3% կարող է լինել առհասարակ։ Ի վերջո քարոզարշավ է։ Ամեն ինչ կարող է լինել, բայց չեմ կարծում, որ ասենք 15-ը կարող է դառնալ 30։ Այո, վարչական ռեսուրսով եւ այլը, մենք դրա մասին էլ էինք խոսում, քիչ առաջ խոսում ենք դրա մասին, մոռացա դրա մասին ասեմ, այո, ամենաառաջի խնդիրը ընդդիմության պետք է լինի հասարակության ակտիվ զանգվածին եւ ոչ միայն ակտիվ, այլ նաեւ пассив զանգվածին պասիվին ակտիվացնել, ակտիվներին, այսպես ասած, գործողության մեջ դնել, բացատրել, որ ցածր մասնակցությունը դա ըստ էության քվեարկել իշխանության օգտին է։ Դա մաթեմատիկա է սովորական։ Քիչ մասնակցության պարագայում 15%-ը որոշիչ է։ 15%-ը պայմանական բան է անում, բազմապատկվում է, երկու անգամ ավելանում է կամ այլը եւ այլը։ Այսինքն տեսեք, օրինակ նույն Գյումրիում ընդդիմությանը հաջողվեց իշխանությունը վեցնել զուտ այն պատճառով, որ մասնակցությունը բավականին բարձր էր։ Շատ անսպասելի իշխանության համար, որովհետև իրենք ինչ են ասում, ասում են մենք 36% ենք, չէ՞ վեցը։ Այսինքն այս 36%-ը, եթե օրինակ մասնակցությունը լիներ, ինչպես Երևան քաղաքում էր 29-30% լիներ, ապա իրենք բնականաբար հաղթելու էին շատ հեշտ, շատ շռնդալից եւ բերանները մինչեւ այսօր չէր փակվելու առհասարակ։ Այս առումով հիմա նույնն է։ Եթե Երևանում, եթե Հայաստանի այս համահայկական, համապետական ընտրություններում մասնակցությունը լինի, ասենք 40%, դա զգալիորեն ավելացնում է Նիկոլ Փաշինյանի 15%-անոց էլեկտորատով եւ վարչական ռեսուրսով եւ գուցե սպոյլեր կուսակցության օգնությամբ հաղթանակը, այսինքն 50+1-ը։ Եթե մասնակցությունը 50% եւ ավել լինի, ապա դա զգալիորեն նվազեցնում է իր շանսերը։ Շատ զգալիորեն, եթե չասեմ, դա կարող է իր համար իրականում ճակատագրական լինել։ Այսինքն բարձր մասնակցությունը դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը կարող է պարտվել, ցածր մասնակցությունը միանշանակ դա Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության օգտին է։ Սա է գլխավոր ամենաառաջի խնդիրը, որ ամբողջ դաշտը Հիմա դուք կարծում եք, որ այնուամենայնիվ մեր ժողովուրդը հաղթահարում է այդ զոհի հոգեբանությունը գալովին հարցի։ Դե զոհի հոգեբանությունը, գիտեք, զոհի հոգեբանությունը դա միայն Նիկոլ Փաշինյանը չի որ բերել է։ Առհասարակ կա օբյեկտիվ նաև այդպեսի բան, որովհետև եթե դու նման կարգի պարտություն ես կրել, շատ խայտառակ պարտություն ես կրել իշխանության հիմնականում բաներով, ջանքերով, այս բառը օգտագործենք տվյալ պարագայում կամ պատճառով, ապա բնականաբար հասարակությունը դեպրեսիոն է, որովհետև այսքան զոհեր, այսքան կորուստներ, այսքան հոգեբանական տրավմաներ, այսքան հիասթափություններ, որովհետև դու ունենում ես գերսպասումներ, երբ դու միշտ մտածում ես, որ դու ամենամարտունակ բանակն ես, դու ամենամարտունակն ես, քո բանը հակառակորդն էլ հիմար է, հակառակորդը թույլ է, բանը, այսինքն քո մոտ սկսվում է այդ բանը, գերարժևորում ես քո հնարավորությունները, դա էլ է հոգեբանական տրավմա, դա բերում է խորը դեպրեսիայի, այսինքն այստեղ կա բան օբյեկտիվ պատճառ, մանավանդ երբ դրան ավելանում է նաև պատմական ինչ-որ հիշողություններ, հոգեբանական տեսակետից եմ ասում, հիմա չեմ ուզում խորանամ հոգեբանական, այսպես ասենք, լեկցիաների մեջ, դա բերում է դրան, այսինքն պատկերավոր ասած, բանը միշտ հաճույքով, բանը զոհի կերպար են ընդունում, դուդուկը միացնում են եւ այլը եւ այլը։ Հա, երբ որ դրան միանում է նաև պետական քարոզչությունը, երբ ինքը բանը քեզ դարձնում է փալաս, փորձում է դարձնել փալաս, ներկայացնել, որ մենք ոչ մի բան չենք կարող, այ եթե այսքան կիլոմետրներ չհանձնենք, ապա պատերազմ է լինելու, ինչպես հիշում եք, Տավուշում էր, Գերանցում էր, բան, բնականաբար այդ ամեն ինչը ազդում է։ Ես կարծում եմ, որ ընդդիմության ամենագլխավոր սխալը միշտ այս 5 տարիների ընթացքում գլխավոր սխալը նա է եղել, որ ընդդիմությունը թույլ է տվել, որ Նիկոլ Փաշինյան խաղաղության գաղափարը մոնոպոլիզացնի։ Այսինքն
այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ է ասում, ասում է լավն է, վատն է այս խաղաղության կոնցեպտը, այս խաղաղության, այսինքն հանձնել, պարկել, չգիտեմ ինչ անել, զիջել, կապիտուլյացիա անել, լավն է, վատն է, բայց սա խաղաղություն կարող է լինել, իրական է, փխրուն է, չգիտեմ ինչ է, դա էլ այլ հարց է։ Դուք չունեք ուրիշը, ինքը ասում է, դուք չեք ներկայացնում ուրիշը, եթե համաձայն չեք, ինչ է ասում, հեղափոխություն արեք, չէ՞, ընդհանուր առմամբ, ես հանձնելու եմ, ես ասում եմ, ես հանձնելու եմ, ես հանձնելու եմ, ես հանձնելու եմ, այն կարտոնը ցույց է տալիս, ասում է, էս է Հայաստանը, իմ պատկերացած Հայաստանը սա է։ Մեկ-մեկ անկլավները կարան մտնեն, մեկ-մեկ կարան չմտնեն, այսինքն խոսում է։ Ամեն ինչ կորոշվի, ինչպես ինքն է ասում, դեմարկացիա, դելիմիտացիա եւ այլ, որովհետեւ ըստ իրեն ինքն է չիմանում, որն է Հայաստանի տարածքը, քանի դեռ չկա դեմարկացիա, դելիմիտացիա։ Հիշում եք, Ալիևին չէ՞ դիմում ասում էր, վերջը կարողեք ասել Հայաստանի սահմանները որտեղ են ասում։ Հա, այս առումով։ Ես կարծում եմ, ընդդիմության գլխավոր խնդիրը դա բանը, շատ պարզ, բայց նաեւ ռեալ, գետնի վրա ներկայացնել ընդդիմության տարբեր սեգմենտների մասին եմ ասում, քանի որ մեր բազմաշերտ է այդ ընդդիմությունը, ներկայացնել խաղաղության այնպիսի կոնցեպտ կամ անվտանգության, երկրի անվտանգության այնպիսի կոնցեպտ, որը որ այս ժողովրդի մոտ հավատքը ներշնչի, որ կարելի է նաև առանց պարկելու, առանց զիջելու, առանց ամեն ինչը հանձնելու բան, խաղաղություն ունենալ։ Այսինքն ունենալ բնականաբար դա չի նշանակում, որ դու գնում ես պատերազմի։ Ես կարծում եմ չկա որևէ քաղաքական ուժ, չկա որևէ մարդ, ընդհանրապես մարդ, որը որ ասում է, չէ, ես չեմ ուզում խաղաղություն, ես ուզում եմ անպայման պատերազմ լինի։ Որովհետև պատերազմ ուզում են միայն այն դեպքում, երբ չի լուծվում հարցը ինչ-որ ձևով։ Բայց մեր պատմությունը, մեր անկախ երկրի պատմությունը Արցախի հետ միասին ցույց է տվել, որ նույնիսկ երբևիցե չունենալով օբյեկտիվորեն ասած չէինք կարա մենք բանը միշտ մեր բանակը ինքը կարող է մարտունակ լինել, բայց նյութական ռեսուրսային առումով միշտ էլ ասենք կա կոնկրետ հավասարություն չէր կարա լինել, բայց կար զսպող մեխանիզմներ։ Այդ զսպող մեխանիզմները նույնիսկ մեր տնտեսությունը չէ, դա էլ է օբյեկտիվ, չէ, ոչ ռազմական առումով է ռեսուրսային դու հավասար էիր, ոչ տնտեսական առումով էիր դու համադրելի նույնիսկ այսպես ասեմ, բայց կային զսպող մեխանիզմներ, որոնք դիվանագիտության մեջ էին, արտաքին քաղաքականության մեջ էին, այդ գաղտնիք չէ, էլի առանձնապես։ Հիմա պետք է վերականգնել այդ զսպող մեխանիզմները նախ եւ առաջ զսպող մեխանիզմները, որոնք թույլ կտան, որպեսզի քո տնտեսությունը զարգանա այն ուղով, որով պետք է զարգանա, որպեսզի քո ռազմաարդյունաբերությունը սկսի զարգանալ, որպեսզի դաշնակիցները շահագրգռված լինեն, որպեսզի դու ուժեղ լինես, որպեսզի մարտունակ լինես, որպեսզի օգտակար լինես իրենց։ Ոչ թե սիրուն աչքերիդ համար, այլ օգտակար լինես իրենց։ Այսինքն այդ մեխանիզմների մասին է խոսքը։ Ցանկացած ուժ այսօր, որոնք մասնակցելու է, չի մասնակցելու ընտրությունների, իր պարտականությունն է ներկայացնել իր անվտանգության կոնցեպտը կամ խաղաղության կոնցեպտը, եւ այդ պարագայում ես կարծում եմ այդ վստահությունը, որը որ կորցվել է, դեպրեսիան աստիճանաբար կանցնի, որովհետեւ երբ դու զգում ես, որ կա այլ ճանապարհ եւ կան զսպող մեխանիզմը ապահովող ուժային կենտրոններ դրսում, օրինակ, ապա միանգամից այդ ամեն ինչը գալիս է հետ, երբեմն էլ դա էթիկնավստահություն է դառնում, որը որ վատ նշան է, մենք ունեցել ենք այդ փուլը եւ ինչ որ չափով նաեւ սրա պատճառով է, որ մենք այս վիճակում ենք։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում էի քաղաքտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետևում եք։